Տիկին Զոհրաբյան, ինչ ակնկալիք ունեք այս դատավարությունից եւ կուզեի նաեւ անդրադառնայինք Նարեկի եւ Վազգենի ԱԱԾ-ի բերման ենթարկման տեսարաններից, արդյոք չեք կարծում խոսքի ազատությունը վտանգված է, իշխանության ներկայացուցիչները այս առումով ազատ արտահայտվում են թեկուզ արժի ամբիոնից, բայց քաղաքացիները ինչ որ ավելորդ խոսքի դիմաց իրենք ձերբակալում են այդպիսի տեսարաններով, ինչ կասեք այստեղ։ Որևէ ակնկալիք բնականաբար չունեմ, ոչ այս, ոչ էլ քիչ անց կմեկնարկի հայտնի չէ դեռ այս պահին դատական նիստը նշանակված չէ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դատավարությունից, այս դատարանում ընթանում է 18 արդարների, Բակրատ Սրբազանի եւ մյուսների դատավարությունը, մենք տեսանք հաշմանդամության սայլակով բերեցին Տիգրանին, Գալստյան կարծեմ գործարար ազգանունա, մարդը չի կարողանում նույնիսկ շարժվել, բայց այս իշխանության համար դա բացարձակապես պատճառ չէ, այս խայտարակ խափանման միջոցները փոխելու, այստեղ ես ամեն դատին համառորեն փորձում եմ դահլիճում տեսնել միջազգային կառույցի որևէ ներկայացուցիչ, որոնք նախկին իշխանության ժամանակ բոլորը մասնակցում էին ընդդիմադիր գործիչների, եթե այդպիսիք լինում էին, դատավարություններին։ Միայն Կանադայի դեսպանն է, որը բնականաբար Բակրատ Սրբազանի դատական գործընթացին հետևելու համար է այստեղ։ Այն տեսարանը, որ մենք տեսանք առավոտյան, թե ինչպես էստեղ ձեռքերը ծալելով, ինչ որ մի հատ կարծես ահաբեկիչներ էին բռնել եւ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սարգսյանին տարան Երևանի քննչական կոմիտե, այս ամենը մեկ բանի մասին է խոսում, որ Հայաստանում շատ վաղուց, այսինքն 18 թվականից հաստատվել է բռնապետություն։ Այսօր լսում եմ Ալեն Սիմոնյանին ասում է մեր երկրում այլևս չպիտի հայհոյանք լինի եւ չպիտի մտնեն մարդկանց անկողինը։ Այստեղ շատ մեծ է գայթակղությունը ասելու յա իրոք մարդիկ, ովքեր մտել են Արշակ Սրբազանի անկողինը եւ այդ կադրերը հրապարակել են։ Մարդիկ, ովքեր 18 թվականից հասարակությանը նստեցրել են անեծքի, հայհոյանքի, փոխադարձ ատելության ասեղի վրա, այսօր խոսում են հայհոյանքի անթույլատրելիության եւ այլոց անձնական կյանքը մտնելու անթույլատրելիության մասին։ Լավատես չեմ, վստահ եմ, որ այս դատական նիստում էլ որևէ արդարության որևէ նշույլի մասին խոսք լինել չի կարող, ինչպես լավատես չեմ եւ ավելի քան վստահ եմ, որ 1-2 ժամից, երբ որ կնշանակվի Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դատը, նրանց տանելու են կալանքի, որովհետեւ ռեժիմը ընտրություններին ընդառաջ կալանավորելու է բոլորին եւ բոլորիս եւ լրացնելու է բոլոր այն լրատվամիջոցների ձայնը, ովքեր ունեն մեծ հանրային լսարան եւ ովքեր փորձում են հասարակությանը ներկայացնել ճշմարտությունը։ Տիկին Զոհրաբյան, մի հարցել այսպես ընդհանուր այս վիճակի մասին, քանի որ արդեն ձերբակալությունների մեծ ալիք կա, ինչի հետ է դա կապում։ Քաղաքացիները շատ կապում են օրինակ հենց ընտրությունների։ Միանշանակ ակնհայտ է, որ ռեժիմը, ով այլևս հանրային վստահություն չունի, պիտի փորձի իր վերարտադրությունը ապահովել տերորով։ Այն ինչ կատարվում է դատարանի այս դահլիճում տերոր է, այն ինչ կատարվեց առավոտյան տերոր է, այն ինչ կատարվում է մյուս քաղաքական բանտարկյալների մասով տերոր է։ Ինչ է ուզում ասի սրանով Նիկոլ Փաշինյանը, ուզում է ասի, որ պետք լինի բոլորիդ կգնդակահարեն, պետք լինի բոլորիդ կկալանավորվեն, որովհետև խնդիր է դրված ամեն գնով ապահովել սեփական վերարտադրությունը եւ քանի որ միջազգային կառույցները այս ռեժիմին արևմտյան կառույցները տվել են կանաչ քարտ բլանշ, ֆուլ քարտ բլանշ անել ամեն ինչ ցանկացած գնով սեփական վերարտադրությունը ապահովելու համար, մենք առաջիկայում ավելի զազրելի քաղաքական հետապնդման տեսարաններ ենք տեսնելու ցավոք։ Ես եմ շնորհակալ։